Փաստահեն վերլուծությունը, կանխարգելման արդյունավետ գործիքների ներդրումն ու դեպքերի հետագծելիության ապահովումը հանցավորության դեմ արդյունավետ պայքարի ամբողջական շղթան է։ Ներքին գործերի նախարարության կառուցվածքային բարեփոխումների շրջանակում հենց այդ մոտեցմամբ ձևավորվել է հանցավորության վիճակագրության եւ հետազոտական կենտրոնը, որի նպատակն է համակարգել տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը, նպաստել կանխարգելման արդյունավետ միջոցների մշակմանը, բարձրացնել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը։ Նոր կենտրոնի ձևավորմամբ ներքին գործերի նախարարությունը փորձում է լուծել երկու հիմնական խնդիր։ Առաջինը ապահովել հստակ ճշգրիտ վիճակագրության ձևավորում եւ երկրորդ իրականացնել հանցավորության վերաբերյալ հիմնավոր քրեաբանական վերլուծություններ եւ հետազոտություններ, որոնք հետագայում կարող են օգտագործվել թե ներքին գործերի նախարարության եւ թե այլ իրավապահ մարմինների կողմից հանցավորության կանխարգելման աշխատանքներում, ինչպես նաեւ իրենց աշխատանքի արդյունավետությունը գնահատելիս։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը խոսելով կենտրոնի կարևորության մասին նշում է. Կենտրոնի առաքելությունը նախ ճիշտ վիճակագրությունն է եւ որոշակի վերլուծական գործիքներ օգտագործմամբ ճիշտ վերլուծություն անելն է։ Տվյալները փոխանցելով մեզ հնարավորություն կտա թե կանխարգելման առումով ճիշտ պլանավորել աշխատանքը, թե հանցագործությունների բացահայտման առումով ավելի թիրախային հանցատեսակների դեմ պայքարել։ Հանցավորության վիճակագրության եւ հետազոտական կենտրոնի պետ Գոհար Բեգոյանի խոսքով նախկինում վիճակագրությունը ամբողջությամբ չէր արտացոլում հանցավորության իրական պատկերը, քանի որ քրեաբանական խորքային վերլուծության բացակայությունը թույլ չէր տալիս վերհանել հանցագործության իրական պատճառները։ Կենտրոնում են հավաքագրվում եւ հաշվառվում հանցավորության վերաբերյալ բոլոր իրավապահ մարմինների կողմից ստացվող տվյալները ամբողջ հանրապետության մակարդակով։ Այսպիսով այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը սկզբունքային նշանակություն ունի այս կենտրոնի գործունեության համար։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի խոսքով կենտրոնի գործունեությունը միայն վիճակագրությամբ եւ վերլուծությամբ չի սահմանափակվելու։ Ունենալու ենք նաեւ հանցագործություն կատարած անձի վարքագծի հետագծելիությունը, որը մեզ հնարավորություն կտա անձին սկսած հանցագործություն կատարելուց մինչև դատական պրոցեսներ հետևել մարդու վարքագիծը։ Կենտրոնի գործունեության կարևոր ուղղություններից է նաև վերլուծական աշխատանքներում երիտասարդ հետազոտողների ներգրավումը։ Երիտասարդ հետազոտողների հետ համագործակցության շրջանակներում ներքին գործերի նախարարությունը նախատեսում է ուսանողների եւ երիտասարդ մասնագետների ներգրավել տարբեր ուղղություններով հետազոտական աշխատանքներ իրականացնելու գործընթացում։ Մենք նախատեսում ենք ընտրված երիտասարդ հետազոտողների հետ մեր համագործակցությունը դարձնենք շարունակական եւ ներգրավենք երիտասարդ հետազոտողներին ներքին գործերի նախարարության կողմից հետագայում իրականացվելիք տարբեր միջոցառումներում։ Գոհար Բեգոյանը նշում է, որ նորաստեղծ կենտրոնի գործունեությունը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա եւ համահունչ է ներքին գործերի նախարարության բարեփոխումների օրակարգին։ Գործունեությունը կարևոր նշանակություն կունենա նաեւ վիզաների ազատականացման գործընթացում, քանի որ կենտրոնի գործունեության արդյունքում կունենանք հանցավորության վերաբերյալ ճշգրիտ վիճակագրական տվյալներ եւ դրա հիման վրա կկարողանանք առավել ճիշտ կերպով պլանավորել հանցավորության կանխարգելման ուղղված մեր գործողությունները։ Երբ մենք ունենանք բավականաչափ լավ ձևավորված գիտահետազոտական բազա, դա մեզ նաև հնարավորություն կտա առավել ճիշտ կանխատեսել հանցավորության վերաբերյալ հիմնական ռիսկերը եւ գնահատել հանցավորության իրավիճակը երկրում։ Կենտրոնի հաստիկների մեծ մասն արդեն համալրված է եւ գործընթացը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվել է նաև կենտրոնի տարեկան ծրագիրը, որը ներառում է մի շարք միջոցառումներ, անձնակազմի կարողությունների զարգացում եւ տարբեր ուղղություններով հետազոտությունների իրականացում։ Մինչև տարեվերջ կենտրոնում կգործարկվի արհեստական բանականության ժամանակակից գործիքներով հագեցած թվային հարթակը, կթվայնացվի դատվատության մասին տեղեկանքների ստացման գործընթացը, իսկ հանցավորության տվյալների բաց հարթակի գործարկմամբ քաղաքացիները կկարողանան թափանցիկ եւ մատչելի ձևաչափով հետևել պաշտոնական վիճակագրությանը։